2025 թվականի հունիսը կանցնի հետադարձ Պլուտոնի հզոր ազդեցության ներքո, որը ամռան առաջին ամսին կավելացնի անկանխատեսելիություն։ Այս ժամանակահատվածը համաշխարհային ցնցումներ չի խոստանում, բայց որոշ կենդանակերպի նշանների համար դա համբերության եւ ճկունության փորձություն կլինի։ Հետադարձ Պլուտոնը խրախուսում է խորը ինքնադիտարկումը, նպատակների եւ հարաբերությունների վերանայումը, ինչպես նաեւ նոր ուղիների որոնումը։ Ոմանք ստիպված կլինեն բախվել ներքին հակամարտությունների, իսկ մյուսները ընդհակառակը կգտնեն աճի ոգեշնչում։ Աստղերը խորհուրդ են տալիս զգույշ լինել, չշտապել որոշումներ կայացնելիս եւ ուշադրի լսել ձեր ինտուիցիային։ Հունիսը կլինի այն ժամանակը, երբ նախաձեռնողականությունը, քաջությունը եւ հարմարավողականությունը կորոշեն հաջողությունը։ Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար այս ամիսը կբերի յուրահատուկ մարտահրավերներ եւ հնարավորություններ, որոնք կօգնեն բացահայտել ներուժը եւ հիմք դնել ապագա նվաճումների համար։ Դիտեք հոլովակը մինչև վերջ, եթե ուզում եք իմանալ, թե ինչ է սպասում ձեր կենդանակերպի նշանին 2025 թվականի հունիսին։ Խոյեր։ Հունիսը խոյերի համար բացում է ակտիվ գործողությունների հեռանկարներ։ Ամսվա առաջին օրերից դուք պետք է կենտրոնանաք ձեր կյանքի բոլոր ոլորտների բարելավման վրա՝ աշխատանք, հարաբերություններ, անձնական նախագծեր։ Քաջությունն ու փորձարկումների պատրաստակամությունը կհանգեցնեն հաջողության նոր ձեռնարկումներում։ Հունիսի սկզբին կայանալիք հանդիպումները կարող են վերածվել երկարատև եւ իմաստալից կապերի, թե անձնական, թե մասնագիտական կյանքում։ Խոյի համար կարևոր է նախաձեռնություն ցուցաբերել եւ հույսը չդնել պատահական բախտի վրա։ Ամսվա առաջին կեսը բարենպաստ է նրանց հետ հաշտվելու համար, ում հետ հարաբերությունները լարված էին։ Ցուլեր։ Հունիսին ցուլը կզգա ընտանիքի, ընկերների կամ գործընկերների աջակցությունը, ինչը նրանց վստահություն կտա դժվարին իրավիճակներում։ Էներգիան պետք է ուղղվի առաջնահերթ խնդիրներին, ցուցաբերելով վճռականություն եւ կիսվելով գաղափարներով ուրիշների հետ։ Ցուլի համար կարևոր է փնտրել համախոհ մարդկանց, ովքեր պատրաստ են աջակցել իրենց ջանքերին։ Այնուամենայնիվ, ոմանք կարող են քննադատության կամ օտարացման բախվել։ Սա նշան է, որ որոշ մարդկանց հետ ճանապարհները բաժանվում են։ Ամսվա կեսերին առողջությունը կպահանջի հատուկ ուշադրություն։ Զբոսանքները, սպորտը եւ վատ սովորություններից հրաժարվելը կօգնեն պահպանել հավասարակշռությունը։ Անձնական կյանքը նույնպես կհայտնվի առաջին պլանում։ Ցուլը պետք է աշխատի հարաբերություններում ներդաշնակության վրա, ստեղծելով հարմարավետություն եւ ջերմ մթնոլորտ։ Երկվորյակներ։ Հունիսը երկվորյակներին կբերի էներգիայի եւ լավատեսության ալիք, ինչը կօգնի նրանց հաղթահարել խոչընդոտները։ Ամսվա սկզբին արժե ամրապնդել հարաբերությունները սիրելիների եւ զուգընկերների հետ, գտնել ընդհանուր հետաքրքրություններ եւ շփման կետեր։ Երկվորյակների նախաձեռնությունը կպարգևատրվի, բայց կարևոր է խուսափել շտապողական խոստումներից եւ խիստ ժամկետներով նախագծերից։ Հունիսի առաջին կեսը իդեալական է ակտիվ հանգստի եւ սպորտի համար, որը կամրապնդի ձեր առողջությունը եւ կլցնի ձեզ դրական էներգիայով։ Ամսվա կեսերին հետադարձ Պլուտոնը կստեղծի մարտահրավերներ, երկվորյակները ստիպված կլինեն առաջնահերթություններ սահմանել եւ մտածված գործել։ Ամսվա երկրորդ կեսին դուք պետք է ցուցադրեք ձեր հմտություններն ու տաղանդները, չվախենալով ինքներդ ձեզ ցուցադրելուց։ Խեցգետիններ։ Խեցգետինները հունիսի սկզբին հնարավորություն կունենան իրենց կյանքը դեպի լավը փոխել։ Աստղերը խրախուսում են ձեզ ոչ թե խուսափել դժվարություններից, այլ ակտիվորեն լուծել վաղուց առկա խնդիրները։ Խեցգետնի խարիզման եւ հմայքը կգրավեն ուրիշների ուշադրությունը, ինչը կհեշտացնի նպատակներին հասնելը։ Մարդիկ կլսեն նրանց կարծիքները եւ պատրաստ կլինեն հաշվի առնել դրանք։ Ամսվա կեսերին հնարավոր է ծանոթություն, որը կպահանջի նրբանկատություն եւ չափավորություն շփման մեջ։ Հունիսի երկրորդ կեսը ընտրության հնարավորություն կտա ժամանակ հատկացնել հանգստին եւ թուլանալուն, թե կենտրոնանալ աշխատանքի վրա, ֆինանսական շահույթ ստանալու համար։ Ամեն դեպքում խեցգետինները ստիպված կլինեն ջանքեր գործադրել եւ նախապես պատրաստել հաջողության պայմանները։ Առյուծներ։ Առյուծների համար հունիսը կբաժանվի հակադի ժամանակահատվածների։ Առաջին շաբաթները կարող են հիասթափեցնող լինել, ծրագրերը կձախողվեն, իսկ արդյունքները աննկատ։ Առողջությունը նույնպես ուշադրություն կպահանջի։ Կարող են լինել սթրեսի կամ հուզական ապրումների հետևանքով առաջացած հիվանդություններ, օրինակ անձնական կյանքում։ Ընկերների հետ շփումը կարող է սահմանափակ լինել, եւ առյուծները ստիպված կլինեն ժամանակ անցկացնել միայնակ, ինչը կօգնի նրանց վերանայել իրենց առաջնահերթությունները։ Ամսվա
ամսվակեսերից իրավիճակը կբարելավվի, էներգիայի ալիքը եւ լավատեսությունը կոգեշնչեն ակտիվ գործողությունների, առյուծները կարող են խոստումնալից գաղափար մտածել բիզնեսի կամ նախագծի համար, որը եկամուտ կբերի։ Հունիսի վերջը կլինի փոփոխությունների ժամանակաշրջան, աստղերը կաջակցեն խոշոր գնումներին, վերանորոգման աշխատանքների մեկնարկին կամ այլ կարևոր քայլերին։ Կույսեր։ Հունիսին կույսերը պետք է խուսափեն խոշոր ֆինանսական որոշումներից եւ գործարքներից, կենտրոնանալով ընթացիկ գործերի վրա։ Դուք պետք է զգույշ լինեք փողի հետ։ Ամիսը լի կլինի իրադարձություններով, կույսերը ժամանակ կունենան շատ գործեր անելու, բայց հունիսի վերջին նրանք կարող են հոգնածություն զգալ։ Գերհոգնածությունից խուսափելու համար արժե կարճատև ընդմիջումներ անել, զբոսայգում քայլել կամ բնության գրկում դուրս գալ։ Ամսվա սկիզբը կարևոր գործերի համար լավագույն ժամանակն է, քանի որ աստղերը կլինեն կույսերի կողմը։ Հունիսի կեսերին հետադարձ Պլուտոնը կմեծացնի լարվածությունը։ Հնարավոր են կոնֆլիկտներ գործընկերների կամ ընտանիքի հետ։ Կույսերի համար կարևոր է հանգիստ մնալ եւ նրբանկատորեն արձագանքել քննադատությանը։ Կշեռքներ։ Հունիսը կշեռքների համար բարենպաստ ժամանակ կլինի ինքնազարգացման եւ ուսման համար։ Նոր գիտելիքներն ու հմտությունները օգտակար կլինեն աշխատանքում եւ անձնական նախագծերում։ Ամսվա սկիզբը հարմար է գործունեության փոփոխության կամ անսպասելի ուղևորությունների համար, որոնք կբերեն օգտակար ծանոթություններ։ Կշեռքները պետք է բաց լինեն հաղորդակցության համար։ Նրանց սպասած լուրը կարող է գալ ցանկացած պահի։ Հունիսի կեսերին ընտանեկան հարցերը կպահանջեն ուշադրություն եւ համբերություն։ Բոլոր խնդիրները արագ չեն լուծվի, բայց կարևոր է հետևողականորեն գործել։ Երկրորդ տասնօրյակի սկզբում ավելի լավ է անտեսել մանր կոնֆլիկտները, կենտրոնանալով դրականի վրա։ Կարիճներ։ Կարիճներին կարող է սպասել բացահայտումների եւ անակնկալների ամիս։ Նոր իրադարձությունները կանդրադառնան ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական ոլորտների վրա։ Հունիսի սկզբին արժե համատեղել տարբեր տեսակի գործունեություններ, աշխատել ոչ ստանդարտ միջավայրում կամ ներգրավել սիրելիներին բիզնես նախագծերում։ Համարձակ եւ օրիգինալ որոշումները կբերեն հաջողություն, նույնիսկ եթե դրանք ռիսկ են ենթադրում։ Ամսվա կեսին կարևոր է կարգավորել ձեր ֆինանսները։ Առաջին տասնօրյակում պետք է մարի պարտքերը եւ կատարի խոստումները, եթե ծրագրերը ձախողվեն, կարիճները պետք է հանգիստ մնան եւ չհակազդեն էմոցիոնալ կերպով։ Երկրորդ տասնօրյակից սկսած անցյալից եկած մարդը կարող է առաջարկել հետաքրքիր նախագիծ։ Որոշումը պետք է կայացվի հաշվի առնելով տրամաբանությունն ու ինտուիցիան, խուսափելով հույզերից, նույնիսկ եթե ձեռնարկությունը խոստանում է աննախադեպ շահույթ կամ ապշեցուցիչ հաջողություն։ Հստակ նպատակներ սահմանելը կօգնի կարիճներին եւ նրանց շրջապատողներին։ Աղեղնավորներ։ Հունիսի սկզբին աղեղնավորները կտեսնեն անցյալի ջանքերի պտուղները, որոնք կոգեշնչեն ստեղծագործականություն եւ նոր գաղափարներ։ Ամիսը բարենպաստ է ֆինանսների համար։ Կարող եք պլանավորել ուղևորություններ կամ արձակուրդներ։ Ավելի լավ է հետաձգել ռիսկային քայլերը, բայց փորձառու մարդկանց խորհուրդները օգտակար կլինեն։ Ամսվա կեսերին աղեղնավորը պետք է աջակցի նրանց, ովքեր օգնության կարիք ունեն, եւ չհիասթափեցնի նրանց, ովքեր վստահում են իրեն։ Հնարավոր է հուզական ընդհանուր թեմաներն ու ծրագրերը կամրապնդեն կապը։ Հունիսի երկրորդ կեսը կախված է աղեղնավորի ակտիվությունից, հուսալի մարդկանցով շրջապատված լինելը կօգնի նպատակներին հասնել։ Այծեղջյուրներ։ Այծեղջյուրները հունիսի սկզբին կբախվեն անսպասելի ծախսերի, բայց առողջության եւ արտաքին տեսքի մեջ ներդրումները կարդարանան։ Ամսվա առաջին կեսը կանցնի հանգիստ, ինչը թույլ կտա այծեղջյուրներին փայլել ուրիշների աչքերում։ Ռոմանտիկ զգացմունքները կարող են բորբոքվել նոր եռանդով, ոգեշնչելով փոփոխություններ, ֆիզիկական ակտիվությունը, ինչպիսին է ֆիթնեսը, կօգնի ձեզ մնալ լավ վիճակում։ Հունիսի կեսերը հարմար են նախագծեր սկսելու կամ երազանքներն իրականացնելու համար։ Այծեղջյուրները պետք է դուրս գան իրենց հարմարավետության գոտուց առաջընթացի հասնելու համար։ Ամսվա երկրորդ կեսին հնարավոր է դյուրագրգռություն կամ սթրես, բայց դժվարությունները կամրապնդեն բնավորությունը։ Ջրհոսներ։ Հունիսը ջրհոսի համար լավ կսկսվի։ Թաքնված տաղանդները կօգնեն ձեզ հաղթահարել առաջադրանքները եւ գտնել դժվար իրավիճակներից դուրս գալու ուղիներ։ Կարևոր է վստահ մնալ միաժամանակ խուսափելով շտապողական գործողություններից։ Սխալները նվազագույնի հասցնելու համար ամսվա սկզբին ճանապարհորդելը օգտակար կլինի։ Հունիսի կեսերին ամեն ինչ կարող է փակ ուղի մտնել եւ նյարդային լարվածությունը կարող է ուժեղանալ։ Նոր ծանոթությունները արժեքավոր կլինեն։ Աջակցելով ջրհոսին
մասին դժվարին ժամանակներում հնարավոր են անհամաձայնություններ հարազատների հետ, որտեղ փրկությունը կլինեն դիվանագիտությունն ու փողզիչումը։ Ամսվա վերջում կենտրոնացումը կնվազի եւ տնային գործերը շատ ժամանակ կխլեն, սակայն հունիսի վերջին օրերը կարող են հաջողություն կամ անսպասելի եկամուտ բերել, ինչը ջրհոսին կոգեշնչի նոր նվաճումների։ Ձկները հունիսը կդիմավորեն հնարավորությունների ալիքով, ակտիվությունը կօգնի գործերը շարժել։ Ձկների հմայքը կաճի, գրավելով նոր մարդկանց եւ հեշտացնելով նպատակներին հասնելը։ Ամսվա կեսերին արժե կենտրոնանալ աշխատանքի եւ ուսման վրա։ Նոր գիտելիքները օգտակար կլինեն։ Գյուղական նախագծերը կամ տան բարեկարգումը նույնպես հաջողակ կլինեն։ Հունիսի 3-րդ տասնօրյակում կարևոր է խուսափել կոնֆլիկտներից, հատկապես ընտանիքի հետ, ցուցաբերելով նրբանկատություն եւ զսպվածություն։ Հետադարձ Պլուտոնը կխթանի ձեզ համարձակ քայլերի եւ հայտնագործությունների, լցնելով ձեր կյանքը նոր գույներով։